Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ, դուք որոշ դրվագների վրա ուշադրություն դարձրիք, օրինակ այդ պաստառի դրվագի վրա, դուք գիտեք, որ մենք շատ խիստ ենք վերաբերվել եւ խիստ ենք վերաբերվում նմանատիպ դեպքերին, կապված լինի դա մեր թիմակիցների թույլ տված անճշտության կամ ոչ մեր թիմակիցների թույլ տված անճշտության հետ միանշանակ է, որ ամեն ինչ իր արձագանքը պիտի գտնի, այսինքն մենք ընտրությունների կազմակերպման պատասխանատուն ենք որպես իշխող կուսակցություն եւ ամեն ինչ անել ենք, որպեսզի ընտրությունները տեղի ունենան ամենաբարձր մակարդակով եւ որևէ մեկը չկարողանա ոչ օրենքով նախատեսված գործիքակազմով որևէ կերպ միջամտել ընտրությունների ընթացքին։ Մեր ժողովուրդը իրավունք ունի եւ արժանի է արձանագրել իր տված քվեն, այնպիսին իր կամքը իր տված քվեով եւ ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ դա մեր ինքնությունն է, այսինքն մենք այդ ամբողջ process-ը, որով խաբել են մեր ժողովրդին շատ երկար տարիներ իրենց քվեն կեղծելով, մենք դրա դեմ պայքարելով որ եկել ենք եւ հեղափոխություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում այդ անարդարության դեմ եւ մենք չենք կարող թույլ տալ, որ հանկարծակի նման երևույթներ կրկնվեն։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ես մի անգամ արդեն ասել եմ, շատ կոնկրետ է քաղաքական ուժերի ասելիքները կարծում եմ, եւ մեր ասելիքն է շատ կոնկրետ, եւ ես կարծում եմ մեր ժողովուրդը բավական տեղեկացված է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական իրավիճակներից, նաև նրա շնորհիվ, որ տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ տեղեկացվածությունը ունենալ, նաև ձեր շնորհիվ, հարգելի լրագրողներ, որ տեղեկությունները ժամանակին եւ ճիշտ տեղ եք հասցնում, իհարկե այն դեպքերում, երբ որ դրանք բարեխղճորեն իրականացվում են, բայց ամեն դեպքում այդ հասանելիությունը մեզ միայն լավատեսություն է ներշնչում, որ մեր ժողովուրդը կարող է ծանր ու թեթև անել եւ իր ընտրությունը կատարել։ Դրանով պայմանավորված ես միայն լավատեսություն կարող եմ հայտնել, որ առաջիկա ընտրություններին մենք ունենալու ենք ժողովրդի կամքը քվյա տուփերում եւ այդ քվյա տուփերը բացելուց հետո մենք բոլորովին այլ իրականություն ենք լինելու Հայաստանի Հանրապետությունում եւ ես միայն լավ զգացողություններ ունեմ դրա հետ կապված։ Մի վերջին հարցի կարելի է բանարշակել այսօր ֆակտից նոր ավելի ճիշտ նոր հայտարարություններ, այլ հայտարարություններ, որոնք նորից հնչեցին մասնավորապես կապված Բաքվում պահվում հայ գերիների վերադարձի հետ կապված Ալիևը նշեց, որ մտահոգություն չկա, նրանց կոչելով ծանր հանցագործներ եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված նորից ընդգծեց, որ Հայաստանում պետք է սահմանադրությունը փոխվի։ Իր այդ հայտարարությունների հետ կապված ձեր մտահոգությունը։ Ցավոք սրտի ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու այդ հայտարարություններին, որոնց մասին խոսում եք, բայց Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերաբերյալ մեր դիրքորոշումը մշտապես նույնն է մնացել, մենք չենք ցանկանում այսպես հայտարարությունների ֆոնով ստվերել այն աշխատանքը, որը կատարվում է ոչ հայտարարությունների մակարդակի վրա եւ մեզ հասու բոլոր գործիքակազմերով փորձում ենք օգտակար լինել, որպեսզի այդ հարցը հնարավորինս արագ հանգուցալուծվի։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, սահմանադրության փոփոխությանը, նոր սահմանադրության ընդունմանը, ապա մեր դիրքորոշումը այս մասով նույնպես բազմիցս հայտնել ենք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հարցը դա Հայաստանի ներքին հարցն է եւ դա նոր չի, որ հնչեցվում է, դեռ 2019 թվականից մենք դրա մասին խոսել ենք եւ այո, մեզ անհրաժեշտ է նոր սահմանադրություն, բայց դա բացառապես Հայաստանի ներքին գործն է եւ որևէ արտաքին ուժ, անձ, երկիր իրավունք չունի միջամտելու այդ հարցին, դա մեր ներքին գործն է, որով մենք զբաղվում ենք եւ առաջիկայում նաեւ այդ ուղղություններով նորություններ կլինեն, որոնք մեր հանրության հետ մենք կկիսվենք։ Իսկ
այդ կետը, որը հնչահարույց է Ադրբեջանի համար, փոխվի է, ինչ է տեղի ունենում։ Թույլ տվեք չմեկնաբանել զուտ, որովհետև նոր տեքստին ես ինքս դեռ չեմ հասցրել ծանոթանալ, գիտեք, որ աշխատանքային խումբ կա, հանձնաժողով կա, որը զբաղվում է, բայց առաջիկայում մենք հնարավորություն ունենալու ենք հանրության հետ դա քննարկել։ Ի վերջո դա մեր բոլորի ընտրության հնարավորությունն է, այսինքն մեր քաղաքացիներն են, ովքեր ընտրության իրավունք ունեն սահմանադրության փաստաթղթի տակ եւ միանշանակ է, որ այդտեղ լայն քննարկումներ պիտի լինեն, բոլորը իրենց կարծիքները պիտի ասեն, ոչ մի բան չի կարող հանրության ուշադրությունից անդին տեղի ունենալ, այսինքն դա բաց թափանցիկ գործընթաց է լինելու։ Շնորհակալ եմ շատ եւ լավ օր եմ ձեզ մաղթում։